Երևանում նոր սկանդալ է հասունանում։ Տիգրան Ավինյանի աղմկահարույց հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել քաղաքական դաշտում և հանրության շրջանում։ Քաղաքապետը խոսելով հանրային տրանսպորտից օգտվողների մասին հայտարարել է, որ վճարող քաղաքացիները իրենց վզին տանում են, չվճարողներին նրանց անվանելով բեռ։ Ավելին, նա շեշտել է, որ նման վարքագիծը չպետք է հանդուրժվի և նույնիսկ ակնարկ է արել, որ նման քաղաքացիները ամոթից պետք է գետինը մտնեն։ Այս խոսքերը անմիջապես քննադատության ալիք են բարձրացրել։ Սա քաղաքացիներին միմյանց դեմ հանելու փորձ է։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը կոշտ արձագանք է տվել, մեղադրելով քաղաքապետին իրավիճակը սրելու մեջ։ Նրա խոսքով, քաղաքապետը ոչ միայն ճնշում է վարորդներին, այլև կոչ է անում ուղևորներին իջեցնել ավտոբուսից, եթե նրանք հրաժարվեն վճարել, և նույնիսկ հորդորում է քաղաքացիներին սատարել վարորդներին նման բախումների ժամանակ։ Տպավորություն է, որ միտումնավոր փորձում են լարվածություն ստեղծել և մարդկանց իրար դեմ հանել, ընդգծել է падգամավորը։ Տրանսպորտային քաոս և քաղաքային ճգնաժամ։ Դանիելյանի գնահատմամբ, իշխանությունները տապալել են մայրաքաղաքի կառավարումը։ Կանգառներում մարդիկ երկար սպասում են և չեն կարողանում բարձրանալ ավտոբուսներ, տրանսպորտում խցանումները դարձել են առօրյա, վալիդատորին հասնելը անհնարին առաքելություն։ Նա նաև հիշեցրել է, որ նախկինում իշխանության ներկայացուցիչները ցուցադրաբար օգտվում էին տրանսպորտից, սակայն հիմա խուսափում են իրականությունից։ Ամեն անձրև աղետ է։ Քննադատությունը չի սահմանափակվել միայն տրանսպորտով։ Падգամավորը մատնանշել է նաև քաղաքային այլ խնդիրներ՝ հորդորատ անձրևից հետո ջրածածկ փողոցներ, անաշխատ հեղեղատար համակարգ, քաոսային շինարարություն և ծառահատումներ, աղբավայրերի խնդիր։ Ամեն անձրև կամ ձյուն ճգնաժամ է, նշել է նա։ Քաղաքական լարվածությունը աճում է, ստեղծված իրավիճակը արդեն վերածվում է քաղաքական լուրջ հակամարտության։ Ըստ ընդդիմության, քաղաքապետարանը ոչ թե լուծում է խնդիրները, այլ սպառնում է քաղաքացիներին, տուգանում և խորացնում հասարակական բաժանումը։ Այսպիսով, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Երևանի հանրային տրանսպորտի շուրջ ձևավորված ճգնաժամը վաղուց դուրս է եկել զուտ կազմակերպչական խնդիրների շրջանակից և վերածվել է լուրջ սոցիալական-քաղաքական հակասության։ Տիգրան Ավինյանի հնչեցրած ձևակերպումները ոչ միայն չեն մեղմում իրավիճակը, այլ ըստ ընդդիմության և հասարակության մի հատվածի ավելի են խորացնում քաղաքացիների միջև բաժանարար գծեր ստեղծելով վճարող և չվճարող ճամբարների վտանգավոր հակադրություն։ Այս ֆոնին Գառնիկ Դանիելյանի քննադատությունը արտահայտում է ոչ միայն քաղաքական դիրքորոշում, այլ նաև այն ընդհանուր դժգոհությունը, որ կուտակվում է մայրաքաղաքում առկա բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով։ Երբ տրանսպորտային համակարգը չի գործում արդյունավետ, փողոցները յուրաքանչյուր անձրևից հետո վերածվում են դժվար անցանելի տարածքների, իսկ քաղաքային ենթակառուցվածքները չեն դիմանում նույնիսկ սովորական բեռին։ Ցանկացած կտրուկ կամ վիրավորական հնչող հայտարարություն կարող է դառնալ հասարակական լարվածության նոր բռնկման պատճառ։ Այսպիսով, խնդիրը միայն տրանսպորտի վճարման կամ վերահսկման մեխանիզմները չեն։ Խնդիրը վստահության ճգնաժամն է քաղաքացիների և քաղաքային իշխանությունների միջև։ Քանի դեռ այդ վստահությունը չի վերականգնվել հստակ լուծումների, արդյունավետ կառավարման և հարգալից հաղորդակցության միջոցով, նման հայտարարությունները շարունակելու են ոչ թե կարգավորել իրավիճակը, այլ վերածվել նոր սկանդալների և խորացնել արդեն առկա դժգոհությունը մայրաքաղաքում։